Ինչ կապ ունի այս ամեն ինչը Գյումրի ընտրությունների ծագումնաբանության եւ ընթացքի հետ։ Կապը շատ մեծ է, որովհետեւ նրանք, ովքեր արդեն ինքնահայտարարագրվել են Գյումրիի ընտրություններին մասնակցելու, նրանց մասնակցությունը ընդամենը ունի մի համատեքստ։ Նրանք դուրս են եկել իրենց գողացված գույքերը պաշտպանելու վերջին կռվին եւ վերջին ճակատամարտին։ Նրանք դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։ Որովհետեւ ես վերջին օրերը այս դիտանկյունից նայեցի եւ Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-ից 350 միլիոն դոլարի ապօրինի ձեռքբերված գույք, որը սպասվում է վերադարձի Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ի սեփականություն։ Ընդ որում հայտնի են ումն են այդ գույքերը։ Դրանք Նիշիկի գույքերն են, դրանք Վարդանիկի գույքերն են, դրանք Ռոբիկի գույքերն են եւ դրանք Սերժիկի գույքերն են։ Եվ այս ընտրություններում այդ թվում գյումրեցիներն են մեզ քննադատել շատ։ Եվ ես հասկանում եմ այդ քննադատությունը։ Բայց էլի ասում եմ, մենք ապօրինի գույքերի վերադարձի ճանապարհին մի վարկյան անգամ չենք հապաղել, մի վարկյան։ Մենք գնացել ենք ինստիտուցիոնալ ճանապարհով եւ ճիշտ ենք արել, եւ ահա այդ ինստիտուտը թափ է հավաքում։ Եվ ահա նրանք դուրս են եկել առաջին հերթին, այսինքն այդպես ստացվեց, Գյումրիում եղավ, Գյումրիի հետ համընկավ։ Կարող էր լինել ուրիշ բնակավայրում, կարող էր լինել ուրիշ ընտրություններ, բայց այս ընտրությունները Գյումրիի, ընդ որում այստեղ կա երկու հարթություն, կա համայնքային հարթություն եւ կա քաղաքական հարթություն։ Քաղաքական հարթությունը մենք չենք բերել, այս շատ կարեւոր է։ Մենք չենք ի սկզբանե տրամադրվել եւ որոշել, որ Գյումրիի ընտրությունները պետքա լինեն քաղաքական։ Այդ նրանք են իրենց մուտքով, շեշտադրումներով, հարցադրումներով դարձրել քաղաքական։ Եվ այս ընտրություններում ամեն քվեաթերթիկ հենց նրա մասին է, արդյոք ժողովրդի կամքը թալանվածը վերադարձնելու ճանապարհին թույլատրել է, թե չի թույլատրել։ Քաղաքացիական պայմանագրի կամքը ոչ միայն չի թույլատրել, քաղաքացիական պայմանագիրը ստեղծել է ինստիտուտ ժողովրդի համար, որ ժողովուրդը թալանվածը վերադարձնելու հնարավորություն ունենա, եւ այդ ինստիտուտը այսօր աշխատում է։ Ժողովուրդը պետք է որոշի, արդյոք փայտ է մտցնում այդ ինստիտուտի անիվների գործունեության մեջ, թե այդ ինստիտուտին գործելու կանաչ լույս ու ճանապարհ է տալիս։ Եվ ուզում եմ ասել, այո, ցույց տրվեց, թե ինչքան աշխատանքներ են արվել Գյումրիում։ Ասվեց նաև, որ աշխատանքի մի մասն է։ Այո, դրանց մի մասը սուբվենցիոն ծրագրերով են իրականացվել, բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ Գյումրիում 2017 թվականի համեմատ կառավարությունից ստացվող դոտացիաների թիվը կրկնապատկվել է։ 2 միլիարդ դրամից դարձել է 4 միլիարդ դրամ։ Մենք նույն թիվը փարաքարի համար չենք կարող ասել, որովհետև փարաքարը իրավակազմակերպական ձև է փոխել, այսինքն խոշորացված համայնք համադրելի չէ, բայց համայնքների տրամաբանությամբ նույնպես ավելացել է։ Եվ սա պատահական չէ, որովհետև 2017 թվականից Հայաստան 2017-ից, այսինքն հեղափոխությունից ի վեր 2024 թվականի արդյունքները արդեն փաստացի ամփոփված են
Եվ պետական բյուջեի եկամտային մասը 100%-ով ավելացել է, այսինքն կրկնապատկվել է։ Այսինքն հասկանում եք, մենք Հայաստանի Հանրապետության բյուջեն կրկնապատկել ենք, բայց այդ կրկնապատկելն էլ մի հատ հասկանանք ինչ է նշանակում։ Դա նշանակում է պլյուս 3 միլիարդ դոլար։ Պլյուս 3 միլիարդ դոլար։ Եվ այստեղ շատ կարևոր է անդրադառնալ մի հարցի, որովհետև այսօր էլ մեր ընդդիմախոսները իրենց հոգեզավակների բերանով ասում են, հա, ասում են, ինչ անենք, որ Գյումրիի դոտացիան կրկնապատկվել է, ինչ անենք, որ Հայաստանի պետական բյուջեի եկամտային մասը կրկնապատկվել է։ Կարող է Նիկոլը իր հոր տնից է բերել այդ փողերը։ Իհարկե Նիկոլը ոչ էլ մեր մյուս գործընկերները, մեր հայրերի տնից չենք բերել, որովհետև մեր հայրերի տներում բարեբախտաբար այդքան գումար չկա է։ Բայց շատ կարևոր է արձանագրել, որ մենք այդ այսօղների հայրերի տնից ենք բերել այդ գումարները։ Ավելի ճիշտ կլինի ասել այդ այսօղների պապաների տնից ենք բերել այդ գումարները։ Եվ պետական, ոչ թե անձնավորված, ոչ թե ՔՊ-ի հեղափոխական խմբերը մտել են տներ ճամպրուկներով լցրել, վերցրել, այլ դա մենք բերել ենք ինստիտուցիոնալ ձևով, ինստիտուցիոնալ քաղաքակիրթ ձևով։ Եվ համակարգը, որը մենք ստեղծել ենք, այնքան խորն է այլևս մտել այդ մարդկանց պապաների տները, որ դուրս չի գալու այդ, մինչև Հայաստանի ժողովրդից գողացված վերջին հատիկը չվերադարձվի։ Գյումրեցուց գողացված, Երևանցուց, Վանաձորցուց, Կապանցուց, Մեղրեցուց եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ ես ուզում եմ, որ այս արձանագրումը շատ հստակ լինի։